Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի եթերում դուք դիտում եք ջրբաժան հաղորդաշարը, մենք խոսում ենք արդիականության եւ ավանդույթների մասին։ Եվ այժմ առավոտի տաղավարում է գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, շնորհակալություն Արծրուն։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Մոտ 20 տարի առաջ դուք գրել ես կոնսերվատիվ հեղափոխություն գիրքը, որտեղ առաջարկում ես այն ժամանակվա 2007 թվականի դերությամբ լուծումներ։ 2007 թվականի լուծումները այսօր կիրառելի են, թե կիրառելի չեն։ Ուրեմն ես դրանից 10 տարի առաջ ես մի հատ գիրք հրատարակեցի, կոչվում էր «Ումից է փրկել հայրենիքը» եւ ահազանգում էի, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ գտնվելով օտարելոցի տակ որոշակի խեղումներ է ձեռք բերել եւ ահազանգում էի, որ եթե մենք հնարավորինս ժամկետով խեղումը չշտկենք, ապա մենք չենք կարողանալու ստեղծել այն պետությունը, որը կդիմագրավի աշխարհակաղակական 97 թվականին եւ այս տարածքը նվեր կմնա թուրքերին։ 97-ին ես ահազանգում էի եւ այդ գիրքը գրքույկեր ես տրամադրել եմ այն ժամանակվա բոլոր քաղաքական երևելի գործիչների կուսակցությունը, որ եկեք խորհենք, մենք վտանգի տակ ենք, ոչ մեկը չարձագանքեց, ոմանք նույնիսկ քմծի ծաղ տվեցին, այս ինչերի ասում մենք կհեռացնենք այս ինչ անձին եւ ամեն ինչ կշտկվի։ Ես ինքս միայնակ սկսեցի որոնել եւ աշխարհի փորձ հետազոտելով ես բարձեցի ինչ որ բան, թե մեր ժողովուրդը իսկապես ինչ խնդիր ունի եւ ինչ կարելի է անել, որ ասենք այդ խեղումը շտկվի եւ նորից է հազանգում, որ եթե դա չանենք, գալու ենք այս վիճակին, այս երկիրը մնալու է ուրիշների էլի չեղավ ահազանգ, մինչև 2018 թիվը ես էլի մնում էի այդ վիճակին, որ կարելի է ողջ ժողովրդին վերափոխել, բայց երբ որ հիմա այդպես չես մտածում։ Չէ, հիմա այդպես չեմ մտածում, որովհետև նախկին իշխանություններին ինչքան էլ չսիրեին, կային ըմբռնող մարդիկ, որոնք ասենք հասկանում էին, որ այդ խնդիրը կա եւ կարող էր գոնե ասենք իշխանական համակարգում գտնել մարդկանց, որոնց հետ կարող էր գնալ այդ թեմաներով խոսել։ Նույնիսկ եղել իրենք են ինձ հրավիրել, ասել են լուրջ խնդիր է բարձրացնում, ինչ անենք, բայց անհրաժեշտ ընկալումը չկար։ Այդ ժամանակ գնում էր պայքար ինքնաբերաբար պայքար չկազմակերպված հայի երկու տեսակների միջև։ Մեկը իրական հայերն են, ես կոչվում եմ ազգակիրներ, որոնք ազգի հայրենիքի զգացողությունը ունեն ու պահպանում են, եւ ասենք ես հիմա դրանց կոչվում եմ Լևանդիններ, այդ բառը ես վերցրել եմ Իսահակյանից, դա հակահայն է, ինքը խորամանկ է, գցող է, խափող է, միայն իր անձի շահի մասին եմ մտածում։ Այս երկու տեսակի մեջ մեր մեջ կռիվ է գնացել 1000 տարի, մինչև 18 թիվը թողնված էր իրենք իրենց, էլի, բայց քանի որ ազգակիրները քիչ էին, նրանք հաղթում էին։ 2018-ից հետո արդեն այդ մյուս շերտին բերեցին իշխանության, ամբողջությամբ լցրեցին եւ այսօր հակահայերին բերեցին իշխանության եւ այսօր խնդիրը ես փոխել եմ, ես ողջ ժողովրդով այլևս չեմ անհանգստանում, որտեղ ես չեմ կարող, ես ասում եմ եկեք իրական հայերը կործանման եզրին են, ես դեմ քաղաքականություն է տարվում, եթե մենք ինքնապահպանական քայլեր չանենք, մի 20 տարի հետո իմ նման քեզման մարդիկ չեն լինի եւ ընդհանրապես կդառնա ինչ որ խոտաճարակ, ինչ որ բազմություն։ Դառնալով կոնսերվատիվ, պահպանողական հեղափոխությանը այդ հոսանքը, ասում եմ ես մեր օգտատերերին, առաջացել է 1920-ական թվականներին ի պատասխան Վայմարյան հանրապետության, Գերմանիայի Վայմարյան հանրապետության թերությունների, եւ այդ թերությունները այնքան էին, որ ի վերջո այնտեղ եկան իշխանության նացիստները։ Հիմա մեզանում թույլ տվեք ասել, դեմոկրատական բարդակը չվերացավ եւ այնուամենայնիվ հիմա կա անձնիշխանություն, հիմա կա ավտորիտար անձնային իշխանություն, այդպես է թե չէ։ Դա միշտ այդպես է եղել 3-րդ հանրապետության տարիներին։ Ես վաղուց եմ ահազանգել, որ մենք ձևացնում ենք թե իբր պետություն է դեմոկրատական, իբր զսպիչ ինստիտուտներ կան եւ ասում եմ, այդ բոլորը ձևական են եւ մեր պետության բովանդակությունը որոշվում է առաջի դեմքի քմահաճույքով։ Ինքը ինչ ուզենա կարող է անել եւ ոչ մեկը իր ձեռքը չի բռնի,
որովհետև չկան այդ ինստիտուտները, ձևականորեն կան թղթերի վրա գրած են այս գործառույթները, բայց այն մարդիկ, որոնք պիտի դա անեն, այդ մարդիկ չկան։ 91 թվականից այդպես։ Այո, այդ մարդիկ չկա, ես միշտ եմ հազանգել եւ ասել եմ, եթե մեր երկրի ղեկավարը ցանկանա 1937 թիվը ետ բերել, շատ հանգիստ դա կարող անել եւ ոչ մեկի ձեռքը չի բռնի։ Հիմա մենք դա տեսնում ենք։ Մոտավորապես դա էլ Այդ ահազանգս, որ եկեք ինստիտուտները ստեղծենք եւ այլը, չէր անցնում, օգտվեցին ինչ որ մարդիկ։ Տեսան, որ այստեղ կարելի է մեկին բերել, որ ինչ ուզենա անի ձեռքը բռնող չկա եւ անում են։ Այդ ում է իր ասում եկեք ինստիտուտները ստեղծենք։ Ես Նրանց ովքեր չեն ուզում որ ինստիտուտներ լինեն։ Որովհետեւ այդ ինստիտուտ չլինելը ձեռնտու է բարձրագույն իշխանավորներին, որովհետեւ այդպես հեշտ կառավարելի է, հասկանում ես, բայց իրենք եթե լինեին պետական գործիչ, կմտածեին, այո, մեզ համար հիմա հեշտ կառավարելի է, բայց ապագայի համար եկեք մեզ համար խնդիրներ ստեղծենք կառույց, որ մեր ձեռքը կբռնի, որ հետո մեր երեխաների, մեր թոռների ժամանակ ինչ որ չլինի, ինչ որ ստեղ եղավ։ Այդ մտածումը չկա իրականության մեջ, ու ես չեղել մեղադրում, մարդիկ պետություն չեն տեսել, հասկանում ես ինչ որ տենց հազանգում էր, պիտի ընկնենք, ես ինչպես ասում են, գլուխներս քարին կպնի նոր խելքներս աշխատի։ Կպել է արդեն, թե չէ։ Իմ գլուխը վաղուց է կպել, ոմանց գլուխ էլ ես տեսնում եմ, որ կպած է, բայց ես մտավախություն ունեմ, որ պետություն վերականգնելը շատ դժվար է հիմա։ Մենք չունենք հիմա պետություն, պարզ պիտի խոսենք։ 2018 թվականին տեղի ունեցածը դուք կբնութագրեիր որպես թավշյա ոչ բռնի հեղափոխություն։ Դա հիմա ավելի քան պարզ է, որ աշխարհաքաղաքական որոշ ուժերի ծրագիր էր, որը իրենք մտնում էին շատ վաղուց, եթե շատ խորանաս հարգելի արամ 1940-ականներին այդ ծրագրերը եղել են, որպեսզի, ասենք, այստեղով ինչ-որ ճանապարհներ գնան, հասնեն արևելք, ինչ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, եւ փորձ արեցին 2008-ին չեղավ, 88-ին փորձ արեցին, հիմա 18-ին հաջողեցրեցին։ 88-ին դա փորձեր աշխարհաքաղաքական ուժերի ինչ որ տրուբեք ճանապարհներ։ Այո, ես ինքս էլ ժամանակ խանդավառ էի եւ հիացած էի եւ ազգային էի, բայց հետո երբ որ հասունանում ես, նայում ես աշխարհում ինչեր է կատարվել, ինչ ուժեր կան, դու հասկանում ես, որ այդ հին ծրագիրը որ կար, հետեւյալն էր՝ խորհրդային միությունը փլուզել, Հայաստանի հայ ժողովրդին ոգևորել, խանդավառել, որպեսզի ինքը անկախանա դուրս գա այդ մեծ պետության կազմից, բերել այնպիսի իշխանություններ, որոնք կողմ կլինեն այն, ինչ հիմա արվում է։ Եվ ասենք այդ ծրագիրը արեցին։ Այսինքն նախկին իշխանությունները նույնն էին անում, չէ՞։ Ինչ անհրաժեշտություն կար փոխելու նախկին իշխանություններին այս իշխանությունը։ Չէ, նույնը չէին անում նախկին իշխանությունները այնքան էլ այդ գլոբալ ուժերի ուզածը չէին, այլապես հենց նրանք էլ կանեին, նրանց հեռացրեցին, որպեսզի բերեն իրենց աճեցրած ինչ որ տեսակին, որ անեն, ինչ որ անում են հիմա։ Դու առաջարկում ես այդ գրքում, որ հայաստանյան հասարակությունը շարժվի դեպի անցյալի որևէ հերոսական ընդօրինակման արժանի փուլը։ Ну, Հայկ Ասատրյանի նման օրինակ որպես Մամիկոնյանց հայ եւ այլն, հա։ Բայց մեր հասարակությունը շարժվում է լավագույն դեպքում դեպի հերոսական հարկատուն օրինակ։ Դե իրան առաջնորդում են։ Դու ընդունում ես, որ մեր հասարակությունը ընդհանուրով առողջական խնդիր ունի։ Դա այդքան ակնհայտ է, որ դե ես ժամանակին որ ասում էի քարգոցում էին, եթե ինքը առողջական խնդիր ունի, մարդու դեպքում ինչպես են անում արամ, եթե մարդը գնում է ինչ-որ խնդիր ունի, պարզում են ինքը ինչպեսին է եղել առողջ ժամանակ եւ փորձում են վերադարձնել իր առողջ վիճակին, չէ՞, ինչքանով որ հնարավոր է։ Նույնը նաեւ մարդկային հանրությունը, եթե ինքը ինչ-ինչ պատճառներով ինչ-որ խեղում ունի, նայում են ինքը երբ է եղել առողջ, ինչ արժեքներ է ունեցել, ինչ կառուցվածք է ունեցել եւ փորձում են դա վերականգնել։ Պահպանողական հեղափոխությունը դա ես չեմ հնարել։ Դա արել են մի քանի ժողովուրդների վրա ու եթե հիմա որ դու նայես այն ժողովուրդները, որոնք ոչ միայն գերմանացիներ։ Այո, որոնք որ պիկ են ունենում, խորանաց դարված է։ Էլիտան դա անում է, որպեսի ժողովուրդը ոտքի կան։ Այդ նույն բանը Ադրբեջանում են արել եւ անում են, որպեսի այդ բազմությունը ինչ որ ձգվի, ինչ նպատակների համար արտաքին ուժերն են դա անում, էլի Ուկրաինայում են հիմա դա անում այդ նույնը, որպեսի ոտքի կանգնեցնեն եւ տանեն բախեցեն ինչ որ մի ուժի հետ, հասկանում ես։ Բայց տես այդ երկու օրինակը որ բերեցիր, Ադրբեջանի պրոյեկտը
հակահայ չէ լինել նա։ Ոչ Ուկրաինայի ոչ միայն հակահայ։ պրոյեկտը հակառուսաստանյան լինելը, չէ՞, այդ չի։ Ադրբեջանը պարզում է նաև կամաց գնում է դեպի հակառուսական։ Ադրբեջանը դա գլոբալ հակառուսական է, եթե Թուրանի ծրագիրը իրականանան, պարզ է դառնում է հակառուսական։ Այդ ուժերը դա անում են իրենց նպատակներից ելնելով։ 18 թվականի ապրիլ ամսին դրա էլեմենտները ես տեսնում էի, քանի որ այդ համակարգը լավ ուսումնասիրել, էլի տաքացրեցին ժողովրդին, բայց ոչ թե այսպես կուր ազգ սարքեցին, այլ որպեսի դա այդ հոսանքի միջոցով իշխանություններին հեռացնեն, դրանից հետո եթե նկատել ես, արդեն սկսում են նսեմացնել, որպեսի հանկարծ այս ժողովուրդը գլուխ չբարձրացնի, չասի մեր Արցախը, մեր Սյունիքը եւ այլն։ Դա արդեն գնում է հակառակ process, էլի։ Հերոսների մասին, չգիտեմ դու ինչպես ես Ռուբեն Վարդանյանին վերաբերում, դա կարևոր չէ, բայց այդ մարդը իմ կարծիքով զոհաբերեց իր անձնական, չգիտեմ, բարեկեցիկ, հա, հարմարավետ կյանքը հանուն ինչ որ գաղափարն է։ Բայց հիմա տեսնում ես, թե ինչպես է վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ։ Ռսաստրոկ, Պուտին եւ այլն, եւ ընդհանրապես հիմա մենք նշում ենք նահատակների օրը, բայց ոչ թե հերոսների օրը։ Ուրեմն մեր ժողովուրդը հիմա արտաքին ազդեցությունների տակ է։ Ես բավականին ուսումնասիրել եմ արևմտյան լաբորատորիաները, որոնք փորձում են ժողովրդի վրա ազդել։ Ես ասեցի, չէ՞ կա խանդավառեցնելու տեխնոլոգիա։ Մի քիչ այդ մեխանիզմը, այդ լաբորատորիաների այդ մեխանիզմը բացատրել։ Կա նաև, ասենք, շրիշակ դարձնելու տեխնոլոգիա կա եւ մեր ժողովրդի դեմ ինտենսիվ դա իրառում են, որպեսզի ինքը կորցնի պաշտպանողականությունը, դիմադրողականությունը, արժեքները կորցնի, խեղաթյուրվի, հասկանում ես։ Առանց այդ էլ մեր ժողովուրդը խնդիր ունեցել է, քանի որ օտարի լծերի տակից է դուրս եկել, այսպես լիակատար ազատություն չի ունեցել, իրեն չեն ապակին է։ Հիմա ինտենսիվ կերպով դա անում են եւ ես հիմա ժողովրդի կարծիքը չի հարցնի։ Դա նույնն է, որ գնաս հակաժողովրդավար ես, հա։ Միանշանակ ծնված օրից։ Դա նույնն է, որ գնաս հոգեբուժարան եւ հավաքես այդ հիվանդներին եւ ասես ինչպես կառուցենք այս հիվանդանոցը։ Չի կարելի հիմա այս վիճակում գտնվող ժողովրդին դες հանրաքվե անել։ Հասկանում ես, չի կարելի։ Բայց ինչա պետք է անել։ Դա այդ դեպքում ինչ են անում։ Իհեջուկը ժողովրդի կարծիքի ինչ որ բան են անում։ Հա, եթե հնարավորություն ես ունենում իշխանություն վերցնել, դա անում ես բավական երկար ժամանակ այս ժողովրդին անց ես կացնում անապատներով, ինչպես 40 տարի ժողովրդին տարան մաքրեցին այն տեսակներից, որոնք էլ չհիշեն, որ ստրուկ են եղել, նոր սերունդ ստացան եւ տեսնում ես ինչեր են անում։ Մոտարապես նման բան դիլն է, բայց դժբախտաբար մենք իշխանություն չի, հիմա չեն կարող վերցնել, առաջ էլ կային իշխանավորներ, ես անընդհատ իրենց այսպես ասած նեղում էի, որ եկեք սա անենք, չէին անցալում։ Այսօր ես ելնում եմ իրողությունից եւ ասում եմ այսօր մենք ունենք Հայաստանում ազգակիր տեսակ, շատ հրաշալի տեսակ, եթե մենք ուզում ենք ազգ վերականգնենք, հենց իրենց վրա պիտի հենվենք, այդ արժեքները հին իրենք կրում են, հասկանում ես, այն առնականությունը, արդարամտությունը եւ այլն։ Այդ տեսակը հիմա վտանգված է։ Այդ արտաքին ուժերը, որ ասում եմ լաբորատորիաներ կան, իրանք էպես նայում են Հայաստանում ով է իրենց վտանգ ներկայացնում։ Մենք խոսած այդ բազմությունը, որ Ռուբեն Վարդանյանի մասին ինչ ասես, կաս իրենք վտանգ չեն, ընդհակառակ իրենց օգտակար են։ Այո, մենք ինձ քեզ մյուսներին մտածում են ինչպես անենք, որ այս տեսակը վատապրի վարկաբեկենք ինքը չկարողանա իր երեխաներին դաս տերակի ինչպես պետք է մի որոշ ժամանակ հետո ընդհանրապես չլինեն։ Այսօր հարվածը մեր դեմ է եւ մենք պիտի ես առաջարկում եմ, որ եկեք մտածենք ազգակիր տեսակի փրկության մասին։ Սա է օրակարգը իմ կարծիքով։ Լաբորատորիաների մասին այնուամենայնիվ լաբորանտներին, հա, խնդրում եմ լաբորանտների տեսակը ուրեմն ինձ ներկայացրու։ Ես ճիշտ ասած այդ ամենին դավադրության տեսություններին, այսպես ասած, չէի հավատում, բայց հիմա մի քիչ սկսել եմ հավատալ, որ այդ Էփշտեյնի ուրեմն ֆայլը դուրս եկան։ Ուրեմն դες ինչ են անում։ Կարող են մարդուն տանել իրենց լաբորատորիան, մտցնեն վարակույրի հետև։ Ես չեմ կարող ասել, թե ինչպես դեռ չեմ պարզել, բայց այդ մարդու գլխի մեջ դնել ծրագիր, որոշակի ծրագիր։ Ինքը չի էլ իմանում, գնում է եւ իրեն զանգում են, դա ինձ ասել է հատուկ այսպես նազ են ասում ներկայացուցիչ եւ կարող եք զանգեն մարդուն, ասեն 1447 ինչպես կոմպյուտերի մեջ կոդեր կա եւ միանում է այսիշ ծրագիրը ինքը դա պիտի անի Դու հավատում ես այդպիսի բան։ Այո, ինքը դա չի կարող։ Ես կարդացել եմ մարդու գիրքը, ով որ այդ ամեն ինչին տեղյակ է, եւ ինքը դա չի կարող չանել, եւ իմաստ չունի իրեն ամոթանք տալ, դատապարտել եւ այլ, հասկանում եք։ Ծրագրավորելը մի կողմից բարդ է, մի կողմից էլ ինքան էլ բարդ չի, էլի, նույնիսկ մի քանի հմուտ մարդիկ կարող են ինչ որ
դու էլ կարող ես այնպես անես, որ մարդը անի ինչ որ բան, որ դու ես ուզում։ Եթե որոշակի տեխնոլոգիաների տիրապետում ես, փոքր բաներ էլ, ասենք կարող ես անել։ Իսկ դա հատուկ ծառայություններ են կարող։ Հա, դա հատուկ ծառայություններ, հատուկ լաբորատոր կարող անուններն էլ ասեմ, որոնք դա փորձարկում են, դա մեկ։ Այ հիմա եթե որ նայում ես իրականությունը, երբեմն քեզ չի թվում, որ ես մարդիկ ինչ-որ կարծես ծրագրավորված լինեն։ Ամոթանքը չի ազդում իրենց վրա, խիղճը չի ազդում իրենց վրա, զոհերը ոչինչ, ոչ մի բան չի ազդում իրենց վրա։ Ակամա սկսում ես մտածել, իսկ գուցե սա արել են, բայց ես չեմ բնդում։ Հաջորդը տես ինչ են անում։ Ասենք մարդու ուղեղը կարող է 10 միաժամանակ 10 խնդրով մտահոգվել, 10 խնդրով։ Առաջինը Արցախ, Սյունիք եւ այլ գալիս է, չէ՞։ Եվ իրենք գիտեն, եթե դու 11-րդ խնդիրը ստեղծես այս մարդու համար, արդեն անձնական ավելի ցավոտ, ինքը պիտի դրանով անհանգստանա, որպեսզի իր գլխի այդ հավաքարքիչը դա ընկալի, հներից մեկին պիտի դուրս թողնի, հասկանում ես։ Եվ ասենք 1-2 սկսում է Արցախը դուրս թողնել, մյուսը դուրս թողնել, ինքը սկսում է ուրիշ 10 խնդիրներով զբաղվել, արդեն նա չկա, եւ մենք էլ սկսում ենք այդ մարդուն ամոթանք տալ, այլևս Արցախը քեզ չի հետաքրքրում, Սյունիք չի, չենք հասկանում, որ այս մարդը ազդեցության տակ է, այս մարդուն կարծես սրսկել են բան, այդ ցավազրկող, Արցախի ցավազրկող է, ինքը չի հասկանում։ Մենք սկսում ենք դատապարտել։ Մենք դատապարտում ենք, դառնում ենք այն ուժերի գործիքը, իրենք էլ այդ մարդկանց վրա այդպես ազդում են, այդ հիմնախնդիրները ուղեղից հանում են, հասնում են իրենց նպատակին։ Որն պետք չի դատապարտել։ Չէ։ Դու պիտի հասկանաս, որ իրենք ազդեցության տակ են, դու պիտի մտածես, ես ինչ անեմ, որ հանեմ դրանց այդ ազդեցության տակից։ Հաջորդը անընդհատ վախեր են բերում քեզ։ Եթե նայես համացանցը, այստեղ սա սպանես, նա սպանես, ադրբեջանցիները կկրակեն, այս կանեն, վախելու ինչ որ բաներ են ցույց տալ, անընդհատ լարված, դա այդ ուղեղը մարդու ինքը սկսում է ինքնու պաշտպանական բանի գնալ, ինքը սկսում է փակվել, հասկանում ես։ Էլ ուրիշ տեխնոլոգիաներ կան, որոնք մարդուն դարձնում են անկամ։ Մի ողջ ժողովրդի կարող են դարձնել անկամ։ Համարի հիշենք, մեր ժողովուրդը 20 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9 գնալ կռիվ հանուն հայրենիքի այստեղ թիկունքում մարդիկ այսպես ամենքը մի բան անում էին ցանցեր գործեր եւ այլը երրորդ կյանք հասկանում ես հիմա նայենք այսօրվա ժողովրդին առանձնակի ծերունդ չի փոխվել չէ ինչ եղավ այդ ազդեցությունները նպատակային կերպով ազդում են որ սարքեն իրեն անկամ ինչ որ մի բազմություն ու իրենք հրաշալի են գործում Արամ ջան շատ մեծ փորձ ունեն ես այս վերջերս երեք խոսում էի մի հոգու հետ Եվրոպայում ասում է Պեպանյան դու ճիշտ է եվրոպական ժողովուրդների վրա են աշխատել 50-ական թվականներից հետո այնտեղ էլ է այդպես հասկանում ես դու ասում ես տագնապ վախ ստեղծել բայց հիմա հակառակ քարոզությունը էլ ոչ մի բանից մի վախեցեք մենք խաղաղություն ենք հաստատել չէ եթե խաղաղություն չլինի պատերազմ եթե մենք չլինենք պատերազմ դա վախ չի Դա վաղ չի, ես չեմ ուզում խորանամ դրա մեջ, այդ ինչ եք տալի, ինչ եք խոսացել, որ պատերազմ չեն ուզում, եթե իրանք պատերազմ են ուզում, չէ։ Այդ ինչ եք խոստացել, որ իրանք շարունակում են պատերազմ ուզել, այսինքն մեր դիմացիները։ Իրանք ուզում են, դու ասում ես, չեն ուզի։ Իրանք եթե ուզում են պատերազմ, էլի վաղն էլ կուզեն, միսան էլ կուզեն, այս սա հեքիաթները էլի։ Բայց իմի դառնանք ամենակարևորը, ես չգիտեմ ինչ հարցեր ունես։ Այսօր ազգակիր տեսակի պահպանությունը օրվա խնդիր է, եթե մենք սա չգիտակցենք, ապա մի որոշ մի սերունդ հետո այստեղ լրիվ անհույս կլինի։ Թեպետ հիմա էլ այդքան էլ բարվոք չի վիճակը, էլի։ Քո մեկ այլ առաջարկի մասին նույն գրքից, հա, դու առաջարկում ես, որ հայկական ավետարանի կազմվի կրոնա հավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ։ Եթե դրա կարիքը կա։ Հիմա չեմ բացառում, որ Փաշինյանը նոր ավետարան կգրի, որտեղ իրեն կնշանակի Քրիստոսի գլխավոր առաքյալ։ Քո ուզածը այդ չէր, չէ՞։ Չէ, հակառակը ես քանի որ տեսնում եմ հասարակությունը առողջական խնդիր ունի եւ նայում եմ աշխարհի փորձերը ինչեր են արել, այնտեղ իրենք բոլոր լծակներով փորձում են առողջացնել։ Եթե անհրաժեշտությունը կա, կրոնի մոչել են կարող ես որոշ դոգմաներ փոխել, այնտեղ կրոնի ինչ որ դրույթներ հանես առաջ, որպեսզի դրանով խանդավառեցնես քո ժողովրդին առաջ տանես։ Ես ասել եմ անհրաժեշտ, որտեղ ես քրիստոնեական կրոնը ամբողջությամբ չեմ ուսումնասիրել այն ժամանակ էլ հիմա էլ չեմ ուսում։ Հիմա չեմ մտնում գուցե թե կա այն ամենը, որը անհրաժեշտ է, որ ասենք այս ճրիշակային վիճակում գտնվող շորտին հանենք։ Համենայն դեպս քահանաները, որոշ էպիսկոպոսներ ցույց են տալիս, որ այդ կրոնի մեջ կա առնականություն, որը առաջ կասկածի տակ էին վերցնում, չէ՞, ասում են հնազանդություն են քարոզում։ Հետևաբար ավելի ուշադիր պիտի նայել, բայց մյուս կողմից ես դեմ չեմ, որ եկեք նայենք մեր շատ հին անցյալը, որտեղ մենք այսպես աշխարհի հզորներում ենք, գուցե ինչ որ կառուցվածք ենք ունեցել, գուցե ինչ որ արժի համակարգ ենք ունեցել, որ բերենք սինթեզենք այս եղածին։
Հասկանում եք, այն հին հավատքից սինթեզել այս նորի հետ եւ ստանալ այն իդեոլոգիան, որը մեզ կհանի այս վիճակից, եւ այստեղ ես կաշկանդված չեմ, որ ասեմ, բայ դա հին է կամ սա նոր է, չէ։ Ինձ պետք է ժողովրդին հանել տեսակը պահպանել, եւ ես դրա համար ամեն չպատրաստ եմ։ Բայց ասում եմ, 2007-ից հետո ես քրիստոնեական, հատկապես վերջի բաներից հետո, ասենք, ես ավելի եմ գնահատում իրենց։ Եվս մի առաջարկի մասին։ Իսկ այդ մարդը ոնը որ տալիս ես, որ տվեցիր, ինքը ոչինչ չի որոշում, հարգելի արա։ Այն ուժերը, որոնք որ այս ամենը արել են, ասում են սականես, ընդհանրապես եթե մենք ուզում ենք ինչ-որ տրամաբանական քայլեր անենք, մենք ոչ թե այդ ովքեր կառավարական շենքերում նստած են, նրանց վարքը պիտի քննենք, այլ փորձենք կռահել, այլ նրանց քեռիները ովքեր կարա ասի սիրելի վարչապետ հիմա դու Հիսուս Քրիստոսն ես եւ նա կասի ես Հիսուս Քրիստոսն ինքը չի կարա չասի ասենք մենք պիտի հասկանանք քեռիները ովքեր են ինչ են ուզում իրենց ինչ ծրագրեր ունեն այդտեղ իրենց ծրագրերի մեջ մենք կանք թե չկանք հետո որ մտածենք իսկ մենք քանի հոգի ենք եւ դրան համարժեք ինչ որ բան մշակենք փրկության ինչ է ես չեմ ասում եկեք հեղափոխություն անենք հեղաշրջում անենք որտեղ ես որ հաշվարկում եմ ներկա քաղաքական մտքի ժողովրդի ներկա անկազմակերպվածության պայմաններում շատ բան չես կարողանա այսօր կարող ես միայն փրկել ազգակիր շերտին համախմբել եթե կարողանաս համախմբել իսկ իրենք 60000 են դու նոր արդեն կարող ես մի քիչ ավելի մեծ խնդիր դնել եթե սա չես արել կոչեր ես անում ոդքի ելեք ընտրություն եւ այլը ոչ մի բան չես կարող անել դու քո զորքը չպետք է ստեղծես 60000 Հայաստանում 10 միլիոնից 60000 Հայաստանում իսկ այն մնացածները դրսերը ես չեմ հաշվել ազգակիր չեն իրենք կար ես ասում եմ Հայաստանում այդքան կան ու ես այլ ասեմ միայն Հայաստանով մենք չենք կարող այս խնդիրը լուծել եթե մենք ուզում ենք մեր տեսակը պահպանվի տեղ ունենանք արևի տակ մենք պիտի դրսի այսպես զանգ հնչեցնենք այնտեղի ազգակիրների համայնքները ստեղծենք եւ համահայկական մի ցանց ստեղծենք որը արդեն նկատելի կլինի աշխարհի որոշ հզոր ուժերի կողմից եւ բոլոր աշխարհի բոլոր հզոր ուժերը չէ որ ողջևորված են որ ասենք մեր Հայաստանի վրայով ինչ որ ճանապարհներ է գնում եւ ուշադրություն կդարձնեն կասեն տեսնենք այս մարդիկ ինչ են ուզում եւ արդեն շանսերը տեսակի պահպանության ու դերակատարության կմեծանա ու ես ուտոպիական բան չեմ ասում բայց այն ինչ որ կարիքը կա անելու անենք մենք կդառնանք աշխարհում խոսքասող դրա հնարավորությունները ունենք այս սփռվածությամբ ազգային ռեսուրսով ունենք պարզապես անհրաժեշտ խելքը չկա հիմա թույլ տուր եւս մի մեջբերում հասարակությունն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին եթե անհրաժեշտություն կա եւ արտաքին թշնամու կերպարի ձևավորումը հիմա պաշտոնապես արտաքին թշնամին ռուսն է երեք եղել է թուրքը այսօր ռուսները փոխարինել են Թուրքին։ Իսկ ներքին թշնամին նույնպես կա պաշտոնապես։ Դրանք նախկիններն են, ռսաստրուկներն են 5-րդ շարասյունը եւ հոգեորականների այն մասը, որը չի ենթարկվում ներկայիս իշխանությանը։ Հիմա դա մոբիլիզացնում է այդ թշնամու կերպարը ներքին եւ արտաքին թշնամիների կերպարը մոբիլիզացնում է հասարակությանը։ Այդ ցանկը, որ դու նշեցիր, այդ ցանկը կազմել են այս իշխանությունների քեռիները։ Եվ այդ ցանկով առաջնորդվելով մենք կգնանք ինքնաոչնչացման։ Մենք ազգակիրներս պիտի մենք ինքներս վերլուծություն անենք եւ տեսնենք իսկապես այն ինչ աշխարհակաղակական ուժեր պետություններ են, որ հիմա մեր վատը ուզում են, ովքեր են, որ այնքան շահագրգռված չեն մեր վատով եւ ճշգրտումներ անենք։ Այն ինչ որ ներկայացվեց, դա ասեցի այս իշխանությունների քեռիների կազմած ցանկն է։ Դրանով եթե առաջնորդվեք, ոչնչանալու եք։ Իրենք խափում են այս ժողովրդին, իրականում խափում են։ Դա չի իրականությունը դուք պիտի պարզեք իսկապես ովքեր են այս մարդկանց թիկունքում կանգնած արդեն ցես համար պարզ կլինի թշնամին ով է բարեկամն ով է վերջին հացը դեպքում ազգակիրների ազգակրի կերպարը ինչպիսին պետք է լինի չգիտեմ թրաշով պիտի լինի առնական պիտի լինի ինչ ձևի պետք է լինի ազգակիր ինչ ձևի է գուցե ազգակիրը ուրեմն դա այդ հարցը վերջնական դեռ մասնակիցները պիտի այսպես վերջնական տեսքի բերեն բայց ինձ համար ազգակիրը նրանք ում սիրտը այսօր ցավում է ազգի եւ հայրենիքի համար ով գտնվում են նախաինսուլտային, նախաինֆարկտային վիճակում մտածումներից գիշերները չի կարողանում քնի, իր սիրտը ցավում է ոչ իր հարմար, ոչ իր ընտանիքի, անծանոթ մարդու համար է ցավում, Ռուբեն Վարդանյանի համար է ցավում, Սյունիքի համար է ցավում, որ ինքը անգամ Սյունիքում չկարող անգամ Լոս Անջելեսում է ապրում, բայց իր սիրտը ցավում է, ինքը արդեն ազգակիրի այսպես մինիմալ պահանջը բավարարում է։
Հիմա ես առաջնորդում եմ դրանով, ու ասեմ ինձ շատ են զանգում եւ Հայաստանից եւ երկաշխարհի բոլոր երկրներից էս ահազանգը, որ հնչեցնում եմ, այ հենց ինքը ազգագիրն է, որ ասում է ես ապրում եմ այս ինչ տեղը, ես շատ վատ եմ զգում ինձ, ինչ է կատարվում ինձ հետ Պեպանյանի, ինչ անենք, այս տեսակը պահպանենք։ Ես չեմ էլ ճանաչում իրեն, չեմ էլ տեսել, այս զանգել է նկարը չեմ էլ տեսել։ Ինքը ազգագիր է։ Ես միշտ իրենց եմ ասում եկեք հավաքվենք, հետո արդեն մեր իր པարզ իրենք բոլորը նույն հոգեվոր զարգացման մակարդակին չեն։ Հետո նոր հա, եւ կառույցի մեջ արդեն մենք պիտի ես ինքս էլ պիտի անցնեմ որոշակի դասընթացներ, որ ես բավարարեմ ասեն Մաքսի։ Ինձ համար առաստաղը դա Հայկ Ասատրյան, Նժդե եւ Նժդեհն, որոնք ասենք տիպարն են ինձ համար ազգագիրի, իսկ այն մյուսի տիպարները տեսնում եք հիմնական հակառակ։ Քո համար հետեւաբար կարևոր չի նա Հայաստանում է թե Գլենդեյլում է։ Բացարձակ ես ասացի, որ աշխարհի մասշտաբով զանգ պիտի հնչեցնենք եւ մենք մի գանք, որտեվ հայաստանցիները այդ 60000 եթե հիմի բերեմ, այստեղի այս հզոր ուժերը այնքան հզոր էր, որ մենք իրենց դեմ տենց էական բան չեն կարողանալ։ Առանց դրսի ազգագիրների աջակցության մենք կդժվարանանք ինչ-որ խնդիրներ լուծել։ Ազգը հետեւաբար ինչ է։ Դու արի ժողովուրդ ասենք, էլի ժողովուրդը ես այդ 97 թվականի ահազանգող գիրքը որ գրել էի, ես այդպես խորը սոցիոլոգ չէի անցել, բայց ուղեղով որպես ֆիզիկոս նայել էի եւ ասում էի 3 տեսակ մարդիկ են լինում ժողովրդի մեջ, 10%-ը հետո գիտնականները ապացուցեցին, որ այդպես է, իրենք անգամ տոկոսներ ասին, նորմալ ժողովուրդը 10% ազգագիրներ են։ Բոլոր ժողովուրդ։ Հա, իրենք վերլուծական մտածողություն ունեն, իրենք իրենց երեխաների մասին մտածելուց ասում են մեր գյուղը եթե ես զարգացնեմ, առողջ հարաբերություններ լինի, իմ երեխաները լավ միջավայրում կապրեն։ Իմ քաղաքը, իմ հայրենիքը, անգամ իմ աշխարհը, սրանք ազգագիրներն են։ 10% են լինում։ Իրենք ունեն վերլուծական մտածողություն, համակարգեր են կարողանում կառուցել, կրոն, պետություն եւ այլը, եւ իրենք ըստ մասնագետի ուղեղի ավելի մեծ տոկոս են օգտագործում։ Դա պայմանական թիվ ասենք 25%, հա։ Եվ կա 20% ժողովրդի մեջ, որոնք դիտիմ ասած Լևանդինն են, իրենք գծող են, խափող են, խորամանկ են, կարող են ներկայանալ որպես ազգագիր, գանձեր դուրը թակեն, ահա այս բուկլետը ես կամ իշխանության, ես այդ փողերը կբերեմ կտամ քեզ, այս կողմ այն կողմ ամեն ինչ կանեն, բայց իրականում իրենք իրենց անձնական շախն են հետապնդում։ Սրանք 20% են, սրանք վտանգավոր են ցանկացած ժողովրդի համար։ 70%-ը դրանք մարդիկ են, այդ 20%-ը էլի իրենք համակարգ չեն կարողանում կառուցել։ Իմ քո ստեղծած համակարգը կարող կան մտնեն մեջը վերցնեն, էլի, բայց խորամանկ են։ Այն 70%-ը նրանք ուղղակի ավելի քիչ մաս են օգտագործում, ընդհանրապես վերլուծական ծրագիր կազմել չունեն, օրվա հարցերով են զբաղվում եւ մասնագետն խորհուրդ է տալիս իրենց դուք ոչ կարող եք կրթել, ոչ կարող եք զարգացնել, պայմաններ ստեղծեք ինքը աշխատի քիչ վնաս տա։ Հիմա եթե այս 10%-ը ազնվականություն կոչենք, հա, կամ ազգագիր հնում որ իրենք իշխանությունը վերցնում են, ճնշում են այն 20%-ին, որպեսի համը չհանեն, այն մյուսների համար պայմաններն ստեղծում եւ երկիրը զարգանում է։ Եվ ես դա ահազանգում էի անցած դարի վերջին եւ ասում եմ մեր մոտ խաթարում կա այդ ազգագիր տեսակը, որ պիտի լիներ 10%-ով վերցնել իր իշխանությունը, եկել է մինչեւ 11-րդ դար։ Մինչև 11-րդ դար մենք պատմություն ենք ունեցել։ Հետո ինչ հանգամանքներում մեր ժամանակը չի ների որ դա ասեմ, այս բոլոր հարցերի պատասխանները լսարանը կարող է գտնել ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում, այնտեղ եւ 11 ժամանոց տեսանյութ կա եւ 4 եւ 3 այս հանգամանքներից բացատրում եմ։ Մեր մոտ այդ ազգագիր տեսակը որ վերացվել է Բագրատունյաց թագավորության անկումից հետո հռոմեացիները եկան եւ իշխաններին հարկադրեցին որ գնան միջերկրական ծովի ափերը որտեղ հետո Կիլիկիան ստեղծվեց եւ պատմիչը ասում է ընկել են գյուղ քաղաք որտեղ տեսնում են այսպես մի ձիգ տղամարդ առնականոտ ոչնչացնում էին որպեսի տակը մնա այն մյուսները հասկանում հա մեր մոտ խախտում եղավ այն լևանդինները մեծամասնություն եղան նրանք էլ գծնող էին օտարին հա այսպես իրենք իրականությունը վերցին իրենք դու էլ կվկայես որ անգամ սովետական ժամանակ իշխանության մեջ այլ մարդիկ էին փողոցը հասարակական հարաբերություն այլ օրենքներով վերապրում այս դա հենց է լևանդինների դրած օրենքն է որը շարունակվելով եկավ 18 թվականից հետո մի հատ էլ հեղափոխություն եղավ այդ լևանդինները արդեն
դարձան բան։ Մինչ այդ միաթեղափոխությունը եղել է, երբ որ կապիտալիզմին անցանք, դա էլ է Լևանդինների համար է։ Իրենք են գալիս, եթե հիմա նայենք մեր մեծահարուստները ովքեր են, դուք կտեսնեք, որ մշակութային ворշերտից են։ Մեր մոտ խախտումը սա է, հասկանում եք, ու ինչքան ուզում եք ընտրություն արեք, այն մյուս տեսակը շատ 90 քանի տոկոս են իրանք, հասկանում ես։ Դուք պիտի ինչ որ մի հրաշքով ազգակիրներին համախմբեք, այդ նույն բանը նժդեղն էր ասում, սկզբից ցեղակրոն բառն էր ասում, ես ազգակիր եմ ասում, իրենց համախմբեք, կոնսոլիդացրեք, որ կառույց ստեղծեք, հետո աստիճանաբար դուրս եկեք ժողովրդի այն մյուս շերտերի վրա, որոնք իրենց մոտ էլի ազգի հայրենիքի քիչ թե շատ թույլ զգացող մեծացրեք, հետո փորձեք իրականությունը փոխեք։ Սա է տխուր է, բայց ես այսպես եմ տեսնում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի գրող քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ։